Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսը համահունչ է եւ եղանակին եւ իհարկե օրվա ռիթմին։ Ես այսօր պատրաստելու եմ շատ համեղ տաքուտեստ, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու հավի միս, թռչնամիս, ես ընտրել եմ ազդրի մասը եւ այն շատ եւ յուղայնություն կա իր մեջ եւ շատ նուրբ միս է համարվում, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման ընտրել հենց այս ձևը։ Այստեղ ունենք բրինձ, ունենք կարտոֆիլ եւ սոխ եւ լոլիկ։ Այս բոլորը ինչ որ չափով նախապատրաստական աշխատանքներ կատարել եմ պատրաստի վիճակում են, ընթացիկ կանրադառնանք այս ամենին, իսկ դուք մնում եք մեզ հետ, որպեսզի իմանաք պատրաստման եղանակը։ Այն մի քանի մթերքներից է բաղկացած լինելու, բայց շատ համեղ, վիտամիններով հարուստ եւ շատ օգտակար։ Էնպես որ մնացեք մեզ հետ։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ համեղ տաք ուտեստ։ Եթե կան մարդիկ, ովքեր հենց նոր են միացել մեզ, ես եւս մեկ անգամ չչարաշահելով ձեր համբերությունը կկրկնեմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք բրնձով բանջարեղեններով փլավ, որի հիմքը հանդիսանալու է ազդրամիսը, այստեղ մենք թռչնամիս ունենք մարինացված տարբերակով, բազմաթիվ համեմունքներ եմ օգտագործել մարինացման համար, դուք կարող եք ընտրել ձեր տարբերակը համեմունքների։ Միգուցե չեք սիրում ավելորդություններ, պարզապես ձեզ աղը եւ սև պղպեղը բավարար է, հենց այդպես արեք։ Եթե կողմնակից եք իմ տարբերակներին, ապա համեմեք բազմաթիվ համեմունքներով։ Այստեղ եփվում է բրինձը, լոլիկը, կարտոֆիլը եւ սոխը, էլի համեմունքներով։ Հիմա մի փոքր երբ հյութը կքամվի, ջուրը կքաշվի, մենք արդեն այն կավելացնենք մեր ուրեմն տապակված մսի վրա։ Հրաշալի է։ Ես եկել եմ խանգարեմ քեզ։ Հասկացա, ես հենց այդպես էլ հասկացա։ Սիրելիս, բան չի մնացել, մի փոքր էլ համբերություն եւ այս ամենը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Չուտել են ամեն ինչ որ պատրաստում է Ադրինեն, դա անհնար է, որովհետև արդեն իսկ պատրաստման process-ից մեր ամբողջ տաղավարում բույրը տարածվում է եւ ասեմ կողքի տաղավարներից գալիս են արդեն հաղորդման վերջում մոտի վրա են գալիս դուրը փակեք։ Այնպես որ այո, շատ համեղ է ամեն ինչը պատրաստվում եւ այսօր պատրաստում ես դու բանջարեղենով եւ հավիկով։ Շատ համեղ փլավի տարբերակ, ես շատ եմ սիրում։ Այո, ես էլ եմ շատ սիրում, նշեցի, որ մշտապես տանը ունեմ որևիցե տարբերակ բրնձի, այս մի կտոր կարակն չխնայենք, այսպես դնենք փլավի վրա, որպեսզի համեղ լինի։ Այդ դրա համար եմ ասում, միշտ աշխարհում ամենաընդունված է, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են, բայց ամենահամեղը պատրաստում են կանայք։ Իսկ այս մի կտոր կարակներ չխնայենք, դնենք թող ավելի համորի։ Երբեք ոչ մի տղամարդ խոհարար աշխարհարչակ Միշլենյան աստղերով չի ասի, չխնայենք այս մեկն էլ դնենք, որ ամեն ինչ համեղ լինի։ Գիտես, իրենք որ չխնայեն, չեն ունենա այդ Միշլենյան աստղերը, որովհետև ամեն ինչ հաշվարկով, ամեն ինչ ճշգրիտ, ամեն ինչ շատ գեղեցիկ։ Բայց դե համեղ պիտի լինի։ Այո։ Իմ ամենասիրելի ուտեստը, որը նախատոնական է, դա պասուց տոլման է, որը ես ուզում եմ այս պահին ողջունել մի շատ հրաշալի տիկնոջ, տիկին Նիմֆային, ով պատրաստել է ինձ համար պասուց տոլմա եւ ես այսօր ճաշակելու եմ դա, ասեմ որ նա շատ համեղ է պատրաստում, շնորհակալ եմ ձեզ եւ ես բնականաբար այսօր sense մեծ հաճույքով անհամբեր սպասում թե երբ այդ պասուց տոլման հասնելու ինձ եւ ես ուտեմ դա։ Ժողովուրդ, այս մարդկանց տոնը արդեն սկսվել է, նրանք արդեն նոր տարի ամանոր են նշում։ Ես հիշում եմ, որ մայրիկս միշտ պատրաստում էր նախատոնական, այո, եւ մեծ այսպես կաթսայով, որը այն ժամանակ դրվում էր պադյեզդում, շքամուտքում, որտեղ ամենասառը տեղն էր դա։ Կամ պատշգամբներում, եթե բաց պատշգամբ ունեին։ Եվ այսպես մենք հարևանները, ով պատահի գալիս էր, բացում էր վրայից, վերցնում էր, ուտում էր։ Այդ տրամադրությունը կար, որտեղ բոլորի համար էր դա պատրաստվում, մենակ մի տան համար չէ։ Այո, շքամուտքի բոլոր հարևաններով, այո, մտերմությունը շատ էր առաջ, այո, այս թոուբո ես նաև գուցե շեղվում ենք թեմայից, հիշում եմ մայրիկս մեր շատ սիրելի հարևանուհու հետ
անիմորակրոջս հետ թխվածքներ էին պատրաստում մինչև լույս, Իրենք էլ փոքր էինք ու գալիս էինք շատ էինք ուզում այդ թխվածքները, մեզ կողքի հատվածներն էին կտրում, որովհետև դա ամենաանհարթ մասերն էր, եւ սա կերեք, որովհետև սա նոր տարվա համար է։ Ու այդպես, դա այդ հիշողությունները շատ լավն են։ Այո։ Դե Ադրինե, արի հիշողությունների գրկից վերադառնանք իրականություն, մինչ դու այստեղ թեժացնում ես ամեն ինչ, մենք պիտի ունենանք կարճատև դարձ։ Բարի, հերոստատողին միայն ասենք, որ շրջում ենք հաջորդ կողմն էլ տապակվի, եւ հետո շարունակությունը իհարկե կտեսնի հերոստատողը։ Անպայման, հիմա կարճ դարձար ու կվերադառնանք։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում եւ իհարկե շարունակում ենք մեր գործը։ Ինչ արեցինք մինչ այս պահը, սիրելիներս, արդեն տապակվել է հավի Ազդրամիսը, մեզ ընդհանրապես պետք է շրջել մյուս հատվածն էլ տապակվի, ահա այսպես տեսեք, կշրջենք եւ վրան կավելացնենք մեր եփված բրինձը, կարտոֆիլը, լոլիկը եւ բոլոր համեմունքները։ Այսպես փորձենք տեղափոխել բրինձը հավի մսի վրա, այսպես, ահա, տարածեցինք, սա թողնենք մի կողմի վրա եւ իհարկե ընդհանրապես այսքան գործողություն սիրելիներս կարծում եմ օրվա համեղ ուտեստը ստանալու համար կարելի է այս բոլորը այսպես համբերությամբ տապակել, միախառնել եւ իհարկե ստանալ այն համեղ ուտեստը, ինչի մասին այսքան երկար խոսեցինք։ Կափարիչը ծածկենք որևէ սրբիչով, որպեսզի գոլորշի նպաստի շատ ավելի համեղ եւ հյութեղ ստացվի մեր ուտեստը եւ նորից տեղափոխենք գազօջախին։ Այս բոլորը գոլորշու միջոցով շնորհիվ շատ համեղ կեփվի, կտապակվի, հավը շատ գեղեցիկ տեսք կունենա եւ մենք վերջում կվայելենք։ Ես հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս, որովհետեւ մեր հյուրերը արդեն հյուրասրահում են։ Դե ինչ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա պատրաստ է մեր օրվա բաղադրատոմսը տաք ուտեստը։ Ես արդեն հասցրել եմ շրջել ափսեի մեջ, ամբողջությամբ տեսեք տորտի տեսք է ստացել։ Հիմա կտրենք նաև խրթխրթան կեղև ունենք այստեղ։ Տեսեք, այսպես շատ համեղ եւ շատ վիտամիններով հարուստ։ Ահա մեր հավի կտորները, ահա Ազդրամիսը, որը կարող ենք շատ համեղ վայելել։ Սիրելիներս, մի վարանեք, այսօր դուք էլ փորձեք այս ուտեստը պատրաստել եւ վայելել։ Լավ եղեք, առողջ եղեք եւ մշտապես մեզ հետ, առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, մեր թաղավարում բույրերը անմահական։